Հանրապետականություն, հեղափոխականություն, ազգայնականություն, այսինքն Թուրքիան ազգայնական է իր գաղափարախոսությամբ, այո, էտատիզմ, այսինքն տնտեսական այդ քաղաքականությունը, ժողովրդականություն եւ ամենակարևոր սկզբունքը լաիցիզմ կամ աշխարհիկություն։ Այսինքն եւ շուտով այս 6 կետերը մտնում են Թուրքիայի սահմանադրության մեջ ու դառնում են բարձրագույն իրավական արժեք, այսինքն այս 6 կետերը, ազգայնականությունը, աշխարհիկությունը իրավական ամենակարևոր սկզբունքն է։ Ինչը նշանակում աշխարհիկություն արդեն եւ ինչպես է զարգանում Թուրքիայի Հանրապետությունը։ Իսկ մի ուղղակի դրանց ընդհատեմ, ուզում եմ հասկանամ հասարակական լարվածություն կար թե չէ, որովհետեւ ի վերջո հավատացյալ իսլամադավան էին եւ ուզում եմ նաեւ էլի մեր լսողներին ասեմ, որ չպատկերացնենք այդ հավատքը կամ իսլամական այդ իսլամին դավանելը այսօրվա տերմիններով։ Դարասկիզբեր մարդիկ շատ ավելի հավատացյալ էին, մարդիկ անգարագետ էին մեծ մասամբ եւ իրենց հիմնական կյանքի այս բարի ու չարի պատկերացումների, կյանքի նկատմամբ այդ նպատակադրումները ամեն ինչը այդ իսլամի կամ կրոնի շրջանակներում էր։ Հիմա անգարց գալիս է մեկը, որ լուծարում է դա։ Ուզում եմ հասկանամ լարվածություն կա թե չէ։ Այո, շատ կարևոր հետաքրքիր հարց է տալիս, բայց ով էր այդ մեկը, ով լուծարում է այդ ամենը։ Մինչև այդ լուծարելը ինքը ժողովրդի մեջ սկսում են կալվել որպես հերոս, որպես փրկիչ։ Նա փաստորեն մի անձ է, ով փլված պետությունը դարձնում է հանրապետություն։ Նա մի անձ է, ով չեղարկում է Սևրի պայմանագիրը։ Նա մի անձ է, ով հաղթում է թշնամիներին եւ այլն եւ այլն, եւ ժողովուրդը նրան իրոք հերոսականացնում է։ Եվ տես քո ասացի շրջանակներում ժողովուրդը երբեմն հերոսականացնում է Մուստաֆա Քեմալին կրոնական էպիտետներով, այսինքն նա նախ հռչակվում է անհավատներին հաղթող, այսինքն քրիստոնյաներին հաղթող, հետո նրան առաջարկում են ինքը դառնա խալիֆ, այսինքն ժողովրդի պատկերացմամբ անպայման պետք է լինի մի սուլթան եւ խալիֆ, եւ իր համար տարբերություն չկա դրա անունը Աբդուլ Համիդ է թե Մուստաֆա է։ Իր համար հասարակ ժողովուրդը նախագահ Մուստաֆա Քեմալին ընկալում էր որպես սուլթան եւ նրան էլ նաեւ վերագրում էր խալիֆի հատկանիշներ։ Եվ երբ որ հենց այդ սակրալ անձնավորությունը սկսում է քանդել իսլամական տարբեր դոգմաներ, ընդ որում ինչպես է անում, այսօրվա տերմինոլոգիայով դա պոպուլիզմ է, բայց շատ այսպես պրիմիտիվ պոպուլիզմ, հաշվի առնելով, որ այդ ժամանակվա թուրքական հասարակության 85% եւ ավելին անգրագետ էին, այսինքն գրել կարդալ չգիտեին, եւ ինչպես էր, երբ որ նայում ենք Մուստաֆա Քեմալի քարոզը, որ ասում է ժողովուրդ պետք է հրաժարվենք արաբական այբուբենից, բայց ժողովուրդը ասում է ոնց դա Ղուրանի լեզուն է, Մուհամեդ մարգարեի լեզուն է, ոնց ենք հրաժարվում։ Հետո ասում է ժողովուրդ պետք է հրաժարվենք իսլամը որպես մեր պետության այսպես հիմք ընդունելուց, մենք պետք է ընդունենք իսլամական դոգմաների փոխարեն մենք պետք է ընդունենք քրեական օրենսգիրք, սահմանադրություն, քաղաքացիական օրենսգիրք եւ այլն։ Հետո ասում են ժողովուրդ մենք պետք է փոխենք իսլամական մեր հանդերձանքը, սիրելի տիկնայք, դուք այլևս գլխաշոր կարող եք չկրել, որը պարտադրվում է իսլամով, դպրոցները պետք է փոխենք, պետք է տղաներն ու աղջիկները իրար հետ նույն դասարանում սովորեն, ինչը իսլամով եւ Օսմանյան կայսրությունում արգելված էր եւ այլն։ Հագուստն է եվրոպականացվում։ Եվ ես հիշում եմ ինչ որ տուրի է գնում Թուրքիայում հենց եվրոպական հագուստով։ Ինքն էր անում, այսինքն այս 4 կետերը որ ասեցի, այբուբեն փոխել հագուստ, իսլամի դուրս մղում հասարակական քաղաքական կյանքից եւ հասարակությանը այսպես արևմտյան դեպի ուղղություն տանել, նա անձամբ էր անում եւ ինչպես էր անում։ Անողն ով էր, հերոսը։ Անողն ով էր այդ գերբնական անձնավորությունը եւ ինչպես էր քարոզում։ Օրինակ ասում էր նայեք ինքը փաստորեն հանդես է գալիս եւ սուլթան եւ խալիֆ եւ օրինակ տառերի ստեղծող